Իրանական հրթիռային կայանքները բերվել էին մարտական պատրաստվածության Թեհրանում խոսում էին 0 ժամի մասին, իսկ Մերձավոր Արևելքը հերթական լայնամասշտաբ պատերազմի շեմին էր։ Սակայն ժամեր անց տեղի ունեցավ այն, ինչ շատերը չէին կանխատեսում։ Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին պատերազմի ավարտի շուրջ համաձայնության մասին։ Քաղաքական թրիլլերի հիշեցնող այս զարգացումների արդյունքում այսօր գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ով է հաղթել մարտի դաշտում, այլ ով ինչ շահեց եւ ինչ կորցրեց բանակցային սեղանի շուրջ։ Եթե վերադառնանք պատերազմի սկզբնական օրերին հնչող հայտարարություններին, ապա Միացյալ Նահանգների ու Իսրայելի նպատակները շատ հստակ էին։ Առաջինը փոխել այսպես կոչված ռեժիմը Իրանում, երկրորդը ոչնչացնել միջուկային ենթակառուցվածքը, երրորդը ոչնչացնել բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքը, չորրորդը ավելի ճիշտ ոչնչացնել նաև Իրանի դաշնակցային կամ պրոքսիների ցանցը Մերձավոր Արևելքում։ Մենք տեսնում ենք, որ այս առնվազն 4 հիմնական նպատակներից որևէ մեկին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չեն հասել։ Հունիսի 19-ին Շվեյցարիայում նախատեսվող համաձայնագրի ստորագրումը կարող է ամրագրել վերջին շաբաթների ամենախոշոր աշխարհաքաղաքական շրջադարձերից մեկը։ Սակայն փորձագետների գնահատմամբ այս հակամարտությունը դժվար է դիտարկել դասական հաղթանակ պարտություն տրամաբանության մեջ։ Իրանագետ Հարութ Արթին Արաքելյանը նշում է, որ հակամարտությունն ավելի շատ ասիմետրիկ բնույթ ուներ եւ երկու կողմերն էլ թե ձեռքբերումներ, թե կորուստներ ունեցան։ Եթե ֆիզիկական կորուստ ենք նայում, շատ բնական է, որ Իրանի կողմը ավելի շատ կորուստներ ունեցավ ֆիզիկապես, ենթակառուցվածքներից սկսած, ճանապարհներից, կառույցներից, իսկ Միացյալ Նահանգների կողմը եւ առհասարակ աշխարհը, տենց կարող ենք ասենք, կորուստներ ունեցավ տնտեսապես եւ ավելի քիչ ֆիզիկապես, ավելի շատ տնտեսական խնդիրներն էր, որ իրանց մոտ առաջացավ։ Փորձագետի կարծիքով Իրանը կարողացավ ճնշում գործադրել ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ուղղությամբ, թիրախավորելով Պարսից ծոցի տարածաշրջանային ենթակառուցվածքները եւ ազդելով միջազգային տնտեսական շրջանառության վրա։ Եթե պիտի նայենք, թե ով ամենաշատ կորուստ ունեցավ, կարող ենք ասենք, որ արաբական Պարսից ծոցի երկրները ավելաշատ կորուստ ունեցան, որովհետեւ հիմնականում թիրախը իրենք դարձան, այնիշ որ ես կարծում եմ չէին սպասում ոչ մի կողմը։ Մյուս կողմից Վաշինգտոնը չի հասել այն հիմնական նպատակներին, որոնք նախապես հռչակվել էին պատերազմի ընթացքում։ Չնայած դրան փորձագետները չեն շտապում Միացյալ Նահանգներին անվանել պարտված կողմ։ Նրանց գնահատմամբ Վաշինգտոնը կարողացավ վերահսկել էսկալացիան եւ կանխել ավելի լայն պատերազմի սցենարը, սակայն ստիպված եղավ սահմանափակել իր առավելագույն նպատակները։ Հաշվառնելով Տրամպի գործոնը, պիտի խոսենք Տրամպի անձնական խնդիրները։ Իրենք հետևյալն են։ Առաջինը հնարավորինս շուտ ավարտել այս պատերազմը մինչև հուլիսի 4-ը, վատագույն դեպքում մինչև նոյեմբեր, մինչև նախընտրական շրջանը։ Երկրորդը կարևոր նպատակը ունենալ այդպիսի երաշխիքներ, որը կկարողանան մատուցեն լայն հասարակության այն կոնտեքստում, որ Իրանը վերցրել է իր վրա պարտականություններ չստանալ որևէ ձևով միջուկային զենք։ Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ պատերազմը բացահայտեց նաև Միացյալ Նահանգների ազդեցության ուժի կիրառման սահմանները։ Աշխարհը տեսավ այն սահմանը, որից հետո Վաշինգտոնն այլևս չի կարող իր կամքը պարտադրել բացառապես ուժի միջոցով, եւ դա ըստ միջազգայնագետի Միացյալ Նահանգների գլխավոր խնդիրն է։ Փորձագետի գնահատմամբ այս հանգամանքը կարող է ազդեցություն ունենալ նաև Վաշինգտոնի հեղինակության վրա իր դաշնակիցների շրջանում։ ԱՄՆ դաշնակիցները վերահաստատվեցան նրա մեջ, որ Միացյալ Նահանգները չեն կարող լինել ունիվերսալ անվտանգության երաշխիք։ Ընդհակառակ իրենց սպառնալիքի երաշխիք կարող են լինել։ Եթե Միացյալ Նահանգների դեպքում խոսվում է սահմանափակված նպատակների մասին, ապա Իրանի պարագայում փորձագետներն էլ արձանագրում են քաղաքական կարևոր ձեռքբերումներ։ Թեհրանին հաջողվեց փոխել տարածաշրջանային ստատուս քվոն, այսպիսով տանելով քաղաքական հաղթանակ։ Միևնույն ժամանակ Հարութ Արթին Արաքելյանը զգուշացնում է, թե Թեհրանը նույնպես գնացել է որոշակի զիջումների, մասնավորապես միջուկային ծրագրի շուրջ։ Իրանը նաև համաձայնում է, որ ատոմային ռումբ եւ հեռահար հրթիռներ չունենա։ Դա ես կարծում եմ նաև ձեռքբերում էր Իսրայելի անվտանգության համար։ Հենց Իսրայելի դիրքերն են այս համաձայնագրի ամենաքննարկվող հարցերից մեկը։ Եթե նախկինում Վաշինգտոնն ու Թել Ավիվը հանդես էին գալիս որպես մեկ ճակատ, ապա վերջին օրերին Թրամփի հրապարակային հայտարարությունները ցույց տվեցին որոշակի տարաձայնություններ։ Արաքելյանի խոսքով Միացյալ Նահանգներն այս փուլում նախընտրեց առաջնորդվել սեփական շահերով։ Ամերիկյան կողմը փորձում է իր շահերը գերադասել իր դաշնակիցի շահերին։
եւ վերջի օրվա երեկվա զանգերը, որը Թրամփի կողմից նաեւ եղան Նեթանյահուին եւ գրառումները, որ Թրամփը արեց, որ խաղաղության գործընթացը մի տապալեք, դա նշանակում էր, որ Ամերիկան նաև իր շահն է հետապնդում եւ չի պատրաստվում, որ երկարատև պատերազմի մեջ մտնի։ Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ այս գործընթացը լուրջ հարված հասցրեց Միացյալ Նահանգներ-Իսրայել հարաբերություններին, քանի որ Նեթանյահուին հաջողվեց Իսրայել-Միացյալ Նահանգներ հարաբերությունները հասցնել շատ ցածր մակարդակի։ Հակամարտության հետևանքով աճել է նաև տարածաշրջանային միջնորդների դերակատարությունը։ Պակիստանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան առաջին անգամ հանդես եկան ոչ թե որպես դիտորդներ, այլ որպես գործընթացի անմիջական մասնակիցներ։ Ըստ փորձագետների տարածաշրջանում ձևավորվում է արդեն անվտանգային նոր համակարգ, որտեղ առկա են այս միջնորդները։ Բայց 4 երկիրը հայտարարեցին, որ ռազմական միություն են ստեղծում 4-ով, որտեղ Քաթարը ֆինանսավորում է, Պակիստանը ավելի իր ռազմական ներկայությամբ եւ ատոմային լինելով նաեւ ներկա է, Թուրքիան որպես գործարքը մենեջմենտ անող եւ Սաուդյան Արաբիան նաեւ, ասենք իր տարածաշրջանային քաշը, որ ունի թե ֆինանսապես եւ թե գաղափարապես իսլամական մյուս պետությունների հանդեպ։ Այդուամենայնիվ, ըստ փորձագետների, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին։ Այս համաձայնագիրը կարող է լինել ոչ թե հակամարտության ավարտ, այլ ժամանակավոր դադար մինչև նոր աշխարհակարգի ձևավորումը։ Ուստի թեև հրթիռները լռել են, իսկ բանակցությունները տեղափոխվում են Շվեյցարիա, Մերձավոր Արևելքում գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ նույնը։ Արդյոք սա երկարաժամկետ խաղաղության սկիզբ է, թե ընդամենը հերթական դադարը նոր դիմակայությունից առաջ։